Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, բարև ձեզ պարոն Գրիգորյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև, հարգելի ժիրայր, շնորհակալություն հրավերի համար։ Իրոք։ Պարոն Գրիգորյան, նախ առաջին հերթին ուզում եմ խոսենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։ Խաղաղության համաձայնագրի ստորագրում տեղի չի ունենում, փոխարենը Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում իբր թե հայկական կողմից հրադադարը խախտելու մասին, եւ այդ ընթացքում արդեն մեկ անգամ հասցրել է կրակել Սյունիքի ուղղությամբ։ Ինչու չի լինում այդ ստորագրությունը, ինչու է Ադրբեջանը կրակում եւ Համաձայնությունը խաղաղության համաձայնագրի տեքստին Ադրբեջանը փորձում է տարբեր ուժային կենտրոններում, այսպես ասենք, թանկով վաճառել։ Ես ուզում եմ ասել, որ պատճառները ինչու Ադրբեջանը չի ուզում ստորագրել բավական լավ պայմանագիրը հենց Ադրբեջանի համար, պատճառները շատ են։ Օրինակ մի պատճառ կապված Ռուսաստանի գործոնի հետ։ Ոչ միայն այդ գործոնն է, բայց այդ գործոնը շատ կարևոր է։ Ցանկացած մարդ, որը մի քիչ զբաղվել է Ղարաբաղյան շարժումով, տեղյակ է եղել այն բանակցությունների, որոնք գնում էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, տեղյակ էր Լեռնային Ղարաբաղի իշխանական այդ բուրգի հետ, ինքնապաշտպան ուժերի հնարավորությունների հետ, աշխարհում ստեղծված ձևավորված կարծիքի, որ ժողովուրդները իրավունք ունեն ինքնորոշվեն։ Այո, հաճախ հենց տարածքային ամբողջականությունը գլխավորն է համարվում, բայց այնուամենայնիվ։ Ու ցանկացած մարդ, որը գիտի եւ միջազգային խաղի կանոնները, եւ ուժը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպան ուժերի, եւ հարաբերակցությունը մեր Ադրբեջանի ուժերի միջև պատերազմ 2020 թիվ, ցանկացած մարդ գիտի, որ Ալիևը ոչ մի շանս չուներ պատերազմում հաղթող դուրս գալ։ Ոչ մի շանս։ Էդ էլ հայերին Լեռնային Ղարաբաղից հանել, այդ ես քեզ ասեմ, եթե խոսքը գնար 2020 թվի, բոլորը կծիծաղային, նաև այդ թվում Իլհամ Ալիևը։ Բայց ով աջակցեց, որ այս ամենավատ մեզ համար սցենարը իրականացվի։ Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինը։ Նորից կրկնով եմ, հարցը նրանում չի, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանն է, թե ոչ։ Հարցը նրանում չի, մարդիկ չեն հասկանում, խառնում են այդ հարցերը։ Դե յուրե պատկանելությունը, դե ֆակտո, այդ առանձին հարց է, մի պահ մոռացի։ Արցախայությունը մարդիկ են, ովքեր սիրում են իրանց հայրենիքը ու միջև վերջ կանգնած են, պատկերացնում ես ընտանիքներ, որտեղ որ 5-ից 10 երեխա 10 ամսվա շրջապատման ժամանակ դուրս չէին գալիս։ Իրենց առաջարկում էին ադրբեջանցիք, ռուսները, որ տրանսպորտում մարդիկ իրենց հայրենիքից չէին ուզում դուրս գալ։ Ու ով աջակցեց, ով պարակտում մցրեց Ղարաբաղի իշխանությունների միջև։ Ռուսաստանը։ Ու կներես ինձ էլի։ Ալիևը կարող է ապագորգոր բաներ ասի, ես հաղթող եմ բանման, այս հեքիաթները գիտես ում վրա են ազդում։ Մենակ մի ազգի վրա։ Այդ ազգի անունը հայ էր։ Ղարաբաղի հայերը կարող էին Ղարաբաղը պաշտպանել, ով քանդեց ներսից Ռուսաստանը ու աջակցեց էթնիկ զտում անել Ադրբեջան։ Ու կներես էլի, կյանքում Ալիևը չի կարող մերժել Պուտինին։ Պուտինն էլ ասում է չստորագրես, չհամարձակվեց ստորագրել, միջև այդպես կոչված Զանգեզուրի միջանցքում կանգնած լինեն մեր զորքերը։ Նու սահմանապանները։ Դու գիտես, Ռուսաստանը դա անընդհատ պահանջում է, ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ անպայման պետք է բերեք շարեք։ Ուրեմն ինքը Ալիևը այդպես հեշտ չի կարող հետ կանգնել։ Իրան նվիրեցին, բերեցին Լեռնային Ղարաբաղը, բայց ոչ միայն այդ գործոնը։ Դու գիտես, Դոնալդ Տրամպը, Ամերիկայի նախագահան, որը անսպասելի քայլեր է անում ամբողջ աշխարհի նկատմամբ, մեր մասին հիմա չի խոսքը։ Ավելին, ես քեզ ասեմ, որ բավական լավ վերաբերմունք ունեն Դոնալդ Տրամպը եւ իր թիմը մեր նկատմամբ։ Իրանք գրեթե չեն շփվում
վրացիների հետ, ադրբեջանցիների հետ գրեթե չեն շփվում, մերոնց հետ կամ շփում ունեցել են, որ ես ապշած եմ։ Միտքս ինչու՞մ է։ Հարցը նրանում չի, որ Դոնալդ Տրամպը մեր նկատմամբ լավ է, թե ոչ, շատ լավ է մեր նկատմամբ։ Հարցը նրանում է, որ Դոնալդ Տրամպը վարում է բավական բարդ քաղաքականություն, բոլորի հետ հարաբերությունները բարդացնում է, ու ստեղծվում է, գիտես, այդպես անորոշ վիճակ, Ադրբեջանն է սպասում է այն պահին, օրինակ, որ ամերիկացիք սկսեն ռազմական գործողություններ Իրանի դեմ ուղղված, ու երբ որ Իրանը ուշադրությունը շեղվի, իրանք Ռուսաստանի հետ միասին տարբեր մեխանիզմներով գան մտնեն Սյունիքի ճանապարհները գրավեն։ Հիմա ես նայի նույնիսկ այս ծանր վիճակում չեմ ասում, որ պատերազմ կլինի։ Ես դա գրեթե բացառում եմ։ Քանի որ Տրամպը ասեց խաղաղություն պետք է լինի Ալիևով, որ մարտահրավեր նետի, բայց գիտես կետային հարված կարող է տա, ինչի մասին է խոսքը, կետային օգնի։ Օրինակ այդ մեծ սցենարի մի մասը մենք տեսանք Գյումրիի ընտրությունների ժամանակ։ Այդ մեծ պատկերը մարդիկ չեն տեսնում։ Տեսնում են օրինակ ընտրությունները Փարաքարում, տեսնում են ընտրությունները Գյումրիում, տեսնում են հանրահավաք Երևանում, բայց եթե դու մեծ պատկեր տեսնում ես, դու տեսնում ես, որ սկսեց գործել Ռուսաստանը։ Ռուսաստանը ոնց թուլացրեց Ղարաբաղը, ներսից պայթացրեց, իրար դեմ լարեց Ղարաբաղի նախկին նախագաների, այդ պահին նախագաների, հրամանատարների իրար դեմ, ու դրանից հետո հանձնեց Լեռնային Ղարաբաղը ադրբեջանցիներին։ Հիմա բավական նմանատիպ վտանգավոր պրոցես է գնում, դու տեսնում ես, շատ լավ նկատեցիր, անընդհատ մեզ մեղադրում է Ադրբեջանը։ Պարզ է պատրաստվում են։ Դա չի նշանակում, որ կհարված են անպայման, բայց պահման են գալիս։ Հիմա Տրամպը մեզ հետ կապված չի դա, կարող է սկսել հարվածել, իրոք հավանականությունը մեծ է, ռմբակոծել Իրանը, հիմա ռմբակոծում է հուսիներին, էլի հարվածները Իսրայելը հասցնում է Լիբանանին, Սիրիային, դու գիտես այդ պատմությունները, Գազային, կարող է գա հասնի բուն Իրանին, ես չեմ բացառում, որ ուշադրությունը Իրանի հյուսիսին, Իրան-Հայաստան սահմաններից կշեղվի, ու Ադրբեջանը կփորձի քայլ անել։ Ուրեմն պատճառները ինչու Ադրբեջանը չի ստորագրում շատ են։ Հասկանում ես, իրենք ավտորիտար ռեժիմները, ինչով են հետաքրքիր, իրենք խոսքը չեն հասկանում, միջազգային նորմերը չեն հարգում։ Հա, կարող է ասեն տարածքային ամբողջականությունը հարգեք, հետո ասեն հարգեք մարդու իրավունքները, Պուտինից շատերը չգիտեն։ Այ եթե դու հաշվես ինչքան անգամ Ալիևը ու Պուտինը խաղաղությունից խոսում են, աշխարհում է ձևելի ձեռ չկա։ Մենք մի քիչ սուբյեկտիվ ենք, շատ ենք քննադատում Ալիևին, Պուտինին, եթե դու նայես Ալիևի Պուտինի ելույթները, ոչ միայն մեր կոնտեքստով, իրենց այս երկու լիդերներից շատ աշխարհում խաղաղությունից ոչ ոք չի խոսում, բայց հենց երկու դաժան ռեժիմներ են, որոնք կռվում են, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ, Ադրբեջանը մեր դեմ։ Ուրեմն խոսքերին միքնայի, գործերը որն են, անընդհատ Ադրբեջանը ուզում է մաքսիմալ ստանալ, մաքսիմալ։ Հիմա մերոնք խաղաղության խաթեր, կայունության խաթեր ճիշտ են անում, համաձայնվեցին նույնիսկ այս խաղաղության պայմանագիրը ստորագրել, հիմա Ալիև ասում է, ստեղ համաձայնվեցին, արի մի երկու բան էլ պոկենք։ Ու դու նկատել ես, չէ, բացի այդ հայտնի սահմանադրության փոփոխության պահանջի, հայտնի Մինսկի խմբի ցրման պահանջի, հիմա նոր պահանջներ կան։ Շատերը չեն նկատում։ Գիտես նոր պահանջները որն են։ Դուք չպետք է զենքի տեսակներ գնեք։ Ոչ միայն այն, որ ասում են Ֆրանսիայից չի եք բերում, չէ, հիմա իրանք ասում են այն զինատեսակները, որ ունենք, պետք է հետ ուղարկեք։ Հասկանում ես, անընդհատ նոր բաներ։ Ինչու՞։ Քանի որ ալիկոծվող աշխարհ է, գումարած Ռուսաստանը թիկունքում կանգնած է ու Ալիևը պարտք է Պուտինին այդ ճանապարհները։ Հիմա բացի դրանից ցանկացած դեպքում Թուրքիան պարզը չի լքի Ադրբեջանին։ Թուրքիան դա Ռուսաստան չի, որը իր դաշնակիցներին քցում է, Հայաստանին քցեց, Սիրիային քցեց, միջև այդ շատերը մոռացել են Սերբիային ռուսները քցեցին Պուտինի Ռուսաստանում։ Հասկացա՞ծ,
Էրդողանը այդ իմաստով լուրջ մարդ է, ինքը կյանքում չի գցի Ադրբեջանին, մինչդեռ քեզ ասեմ, որ Էրդողանը հիմա հակված է բացել սահմանը, այդ իր շահերից բխում է, ուղղակի Ալիևը կապրիզ է անում։ Ուրեմն ես քեզ նկարագրեցի վիճակը, ելի գործոններ կարող են բերել ինչու Ալիևը չի ուզում հիմա ստորագրել, քանի որ եթե շատ բան կարող է ստանալ խի բավարարվի քչով կամ միջինով։ Բացի դրանից այդ միջազգային այդ անցուդարձնել ազդում է։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի սահմանադրությունից եւ սպառազինումից, նշել, որ դրանք առանցքային պայմաններ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար եւ սա ոնց որ այսպես ասած հնարավորություն է Հայաստանի համար եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը շատ բան կարող է ասել, շատ պահանջներ կարող է ներկայացնել, շատ նախապայմաններ կարող է դնել, բայց միջազգային հանրության մոտ, միջազգային դերակատարների մոտ, երբ Ադրբեջանը խոսում է այս ամեն ինչի մասին, դրանք որքանով են տեղ գտնում, որքանով են ընկալելի միջազգային հանրության համար, ընկալելի, մարսելի, ընդունելի, հա, այս նախապայմաններն ու պահանջները։ Գիտես, անչափ կարևոր հարց է, ես քեզ շնորհակալ եմ, անչափ կարևոր, ինչու, մեզ մոտ կարծիք կա, ու շատերի մոտ, նաև փորձագետների, գրագետ փորձագետների մոտ, շատերի մոտ, որ իբր ամբողջ աշխարհը ճնշում է Ալիևին։ Ալիևը կարողացավ նույնիսկ մարսել էթնիկ զտումը։ Տեսար, Պուտինը չի կարող մարսել պատերազմը։ Նաև էթնիկ զտումը, նաև հիշում ես երեխաների գողանալը Ուկրաինայից չի մարսում։ Նույնիսկ Տրամպը ուզում է իրան օգնել, բայց այդ չի ստացվում։ Ես էլի կարող եմ օրինակներ բերել, երբ որ տարբեր ռեժիմները դաժան քայլեր անում են, չեն մարսում։ Ալիևը մարսեց։ Ուստեղ ոչ միայն մեր մեղքն է, մեր մեղքն էլ կա, բայց այդ կամ էլ չի։ Գիտես, իրենք Ալիևը կարողացավ լավ իմաստով ծախել գազը, նավթը։ Հիմա դու կարող ես ասել, բայց լավ էլի, դեմոկրատական աշխարհի համար այնուամենայնիվ արժեքները շատ կարևոր են, այո, մենք դա տեսնում ենք։ Երբ որ գալիս է Հայաստան, Լեհաստանի նախագահ, հիշում ես անցած տարի դուդան ստեղեր, ու բացահայտ գնում է սահման, ու կոչ է անում Ադրբեջանին սահմանից, որ ստորագրի խաղաղության գնա, դա լրջագույն հարված է Ադրբեջանին, շատերը մոռացել են ինչ ցավոտ արձագանք են Ադրբեջանի կողմից։ Դե հիշում ես ինքը Բաքվում էր, Բաքվից եկավ Երևան ու գնաց հատուկ ու այնտեղից հայտարարություն արեց։ Գերմանիայի նախագահ, որը գտնվում է Հայաստանում, հիմա պետք է մեկնի Բաքու, չգիտեմ մեկնեց թե ոչ, բայց այս 2 օրը ստեղ էր։ Իր գրառումը, որը հետո հանեց, նորմալ է դա, բայց իր գրառումը դրոշը Լեռնային Ղարաբաղի լրջագույն մեսիջ էր Ադրբեջանի։ Եվրոպարլամենտի, ԵԽԽՎ-ի այդ պարլամենտների հռչակագրերը, հայտարարությունները լրջագույն ճնշում է Ադրբեջանի վրա։ Բայց նորից կրկնում եմ, Ալիևը այնուամենայնիվ ճկուն է։ Նորից կրկնում եմ, Ալիևը կյանքում Եվրոպայում չի ասում միջին բաներ։ Ինքը մտնում է դալիճ ու գոռում է խաղաղություն, իրենք ստիպված ծափ են տալի, դա նորմալ է։ Ես էլ լինեի դալիճում ծափ կտայի։ Դու կարող ես ասել ինչա, կարող եմ կատակ եք անում, դա կատակ չի։ Եթե դու ծափ չտաս, աշխարհը չի հասկանա։ Կասի դու ես պատերազմ ուզողը։ Հասկանում եք, այս կներեք էլի այդ մանիպուլյացիաները, խիտրությունները ժողովրդի լեզվով ասած, իրենք շատ ուժեղ օգտագործում են։ Բայրամովի ելույթները նայեք տարբեր երկրներում, նույնիսկ մուսուլմանական երկրներում, նախկինում հիշում ես, սպառնում էին Ղարաբաղը եւ այլն, հիմա մենակ խաղաղությունից ասում են, լավ էլի մենք ուզում են խաղաղ ապրել, այս հայրերը զզմացրեցին։ Ու պետք չի մտածել, մերոնց մոտ այդ կա, մեր մարդիկ շատ անգամ հայաստանցիներ օրինակ, մտածում են, որ ամբողջ աշխարհը գիտի մեր ճշմարտությունը, ոչ, ամբողջ աշխարհը նաև ստանում է Ադրբեջանի լրատվամիջոցներից ինֆորմացիա, ամբողջ աշխարհը ստանում է տարբեր լրատվամիջոցներից, ում կաշառում է Ադրբեջանը, ու շատ այդ լրատվամիջոցները բավական հեղինակավոր են։ Ադրբեջանը հիմա պրիմիտիվ չի կաշառում, շատերը չգիտեմ ինչ է անում, քեզ ուզում զգուշացնել։ Ծրագրեր է անում, գրանտ է տալիս։ Ասենք ինչ որ ծրագրի անվան տակ, սոցիոլոգիական հարցումների անվան տակ։ Պարզ այդ ԶԼՄ-ները հետո ուզած-չուզած պրոադրբեջանական ասում են։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այո,
Դեմոկրատական աշխարհը միանշանակ մեզ հասկանում է, բայց այդպես հեշտ չի, անընդհատ պետք է աշխատես, անընդհատ պետք է բացատրես։ Օրինակ, դու նկատել ես մեկ-մեկ հայտարարությունների մեջ եվրոպական ղեկավարների, Ամերիկայի կա այդպես, որ Հայաստանն էլ դուք էլ պետք է կոնստրուկտիվ լինեք։ Դե դրանից ավել ո՞րն է կոնստրուկտիվը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց հետ վերցնել մեր գործերը դատարաններից։ Գնաց էլի զիջումների շատ լուրջ, նույնիսկ եվրոպական դիտորդներին մեծ հաշվով պատրաստ է հանել միայն թե ստորագրի Ադրբեջանը։ Ադրբեջանը չի անում։ Ուրեմն շատ լավ հարց տվեցիր, ուզում եմ ասել, պետք է աշխատել։ Անընդհատ պետք է աշխատես, բացատրես աշխարհին, որ դու ես ճիշտը, դու ես ուզում խաղաղությունը։ Օրինակ Ադրբեջանը գիտես ինչ շատ լավ մակարդակով օգտագործում է։ Ասենք ասում են, նայեք այնտեղ ուժեր կան, նայեք պահանջում են Լեռնային Ղարաբաղը, որ վերադարձնեն։ Տեսակ ռևանշիստ են։ Նույնիսկ հավաքը, երբ որ Արցախահայությունը ասում է, մենք ուզում ենք մեր հայրենիք վերադառնալ, հա, Ադրբեջանի կազմում, բայց մենք ուզում ենք մեր հայրենիք վերադառնալ։ Ադրբեջանը շուր է տալիս։ Ասում է, տեսակ, սրանք ռևանշիստ են։ Մինչդեռ մարդիկ չեն ասում ումն է Լեռնային Ղարաբաղը, չեն էլ վիճարկում։ Հիմա այդպես ստացվեց, որ Հայաստանն էլ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Բայց Ադրբեջանը դա նաև կարողանում է օգտագործել ու հաշվի առնելով, որ շահեր կան նավթային, գազային եւ այլն, միշտ գտնում է նույնիսկ Եվրոպայում կողմնակիցներ։ Բայց մեկ բան ուզում եմ ասել, հարգելի Ժիրայր, ակնհայտ երևացող առավելություն մենք ունենք դեմոկրատական աշխարհում, ակնհայտ առավելություն։ Մեծամասնությունը քաղաքական էլիտայի մոտավորապես 90%-ը ճշմարտությունը հասկանում է։ Ու դա պետք է փորձես օգտագործել։ Պարոն Գրիգորյան, կխնդրեմ բացել, ասում եք Գյումրին մեծ սցենարի մաս է, հա։ Նախ ձեր գնահատականը Գյումրիում տեղի ունեցածին, ընտրությունների արդյունքին, եւ այդ ինչ սցենար է, որ Գյումրին էլ դրա մասն է, ինչու այդտեղ հիշեցիք Արցախը, ինչու Ռուսաստանի դերակատարությունը հիշեցիք։ Նայեք, դեռ ես չեմ ուզում, որ Գյումրու տեսանկյունից մենք նայեք այս ընտրություններին։ Եվ Պարակարում, եւ Գյումրիում։ Մի պահ մի նայի տեղական ինքնակառավարման կոնտեքստով։ Մի պահ։ Ստեղ էլ կարևոր բաներ կան, այդ հետո կասեմ։ Հիմա նայի ընդհանուր պատկերը Հայաստանի։ Ոնց կարելի է Հայաստանից պոկել ճանապարհ Սյունիքով։ Պոկել ինչ առումով։ Ոչ այդ ճանապարհը մենք տանք Ադրբեջանին, ոչ անցնեն այդ ճանապարհով ադրբեջանցիք, Նախիջևանից Ադրբեջան։ Ես օրինակ դեմ չեմ։ Բայց այդ ճանապարհը մենք վերահսկենք, մեր սուվերենության տակ լինի։ Ոչ, Ռուսաստանը, Ադրբեջանը ուզում են, որ իրանք վերահսկեն, ու Ադրբեջանը ասում է, մենք հավատում ենք ռուսներին, չենք հավատում հայ սահմանապահներին եւ այլն։ Ոնց կարան այդ սցենարը իրականացնել, որը մեզ համար կործանում է։ Հասկանում ես, չէ՞, եթե այդ ճանապարհը մեզանից խլեն, փաստորեն կխլեն մեզանից սահմանը Իրանի հետ, ուրեմն դու կիսա պետություն կդառնաս։ Ես չեմ ասում այն վտանգները, որ կան ուժեր, որոնք ուզում են, որ դու գուբերնիա լինես Ռուսաստանում, այդ բոլորս այդ գիտենք, չէ՞։ Հիմա այս ճանապարհի խնդիրը ինչու կառավարությունը միջև վերջ ստեղ կանգնած է, հետ չի կանգնում։ Եվ դու նկատել ես, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է քննարկել Մինսկի խմբի ցրումը, պատրաստ է սահմանադրությունը քննարկել, բայց ստեղ ինքը կոշտ կանգնած է, քանի որ դա կենաց մահու խնդիր է մեր պետության համար։ Հիմա երբ կարող են մեզանից դա ուտարել։ Տարբերակ չկա, մի տարբերակ կա, եթե Հայաստանի ներսում սկսվի ապակայունացում։ Այս ապակայունացման տարերը ես սկսեցի տենալ։ Շատ նման է, ինչ անում էին վերջի օրերը Լեռնային Ղարաբաղի անկման, երբ որ հայերին հանեցին Լեռնային Ղարաբաղի։ Դու չես պատկերացնել, ես հիշում եմ ինչ որ հայտարարում էր Սամվել Բաբայանը, հիշում ես, չէ՞, Արցախի պարլամենտում, հետո ինչ որ մարդ բերեցին, որ իր օկտին պետք է քվեարկեն, ստիպեցին Արայիկ Արությունյանին հրաժարական տալ։ Հիշում ես, մենք քեզ հետ խոսել ենք դրա մասին։ Ես ասում եմ, եթե Արայիկ Արությունյանը հրաժարական տա, նախկին նախագահան Արցախի, որը հիմա բանտում է Բաքվի,
ոչ լեգիտիմ կլինի Արցախը կդառնա։ Չէ, ասում էին Ռուսաստանի մարդուն բերենք, Ռուսաստանը ասեց կպաշտպանենք։ Ինչ շատ զարմացրեց, որ նույնիսկ այդ մարդուն, որ բերեցին ազգային ժողովում, հիշում ես, Սամվել Բաբայանի ֆրակցիան չքվեարկեց։ Դες ստացվեց, որ այս նելեգիտիմ քայլը, ոչ լեգիտիմ քայլը, նաև նույնիսկ ազգային ժողովը չի լեգիտիմացրեց, քանի որ ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի լեգիտիմ է։ Չլեգիտիմացրեց ինչու։ Ստացվեց, որ 30, չեմ սխալվում, 33 падգամավոր ունեին, հիշում ես, չէ՞, 8-ը մի ֆրակցիայից չքվեարկեց։ Ու ինքը հավաքեց 22 թե 23 ձայն, ընդհանրապես ոչ մի լեգիտիմություն չստացավ։ Ու դա բերեց նրան, որ լարված վիճակ էր նախկին հրամանատար, այսօրվա հրամանատար, նախկին նախագահներ, Արայիկ Արուտյանը մի հատ հիշի ինչ էր կատարվում։ Դες Ռուսաստանը աջակցեց Ադրբեջանին ներսում ապակայունացնել Լեռնային Ղարաբաղը, նու ընձանից լավ գիտես։ Եթե միասնությունը կոտրվում է, պարզ է Ադրբեջանի բանակը 100 անգամ ավելի մեծ էր Լեռնային Ղարաբաղի բանակին, ինչքան էլ քաչ տղեկ չլինեն։ Բացի դրանից իրոք կռիվը քաղաքական դաշտում թույլատնում է պետությունը, ցանկացած պետության մասին է խոսքը։ Ես քեզ կարող եմ հիմա օրինակներ բերել։ Հիմա այսօր Թուրքիան շատ թույլ է։ Բավական մեծ լուրջ երկիր, մարդիկ չեն պատկերացնում ինչքան թույլացած է։ Քանի որ ներքին պայքարը ավտոմատ բերում է թույլացմանը պետության, իր կշիռի աշխարհում եւ այլ եւ այլ։ Էդ էլ եթե սկսվի ապակայունացում, ես չեմ ստեղ ասել էլ պետք չի, Սիրիան քեզ օրինակ։ Բաժանվեց 10 կտոր այդ երկիրը ու հավաքել, ես դժվար եմ պատկերացնում ոնց են հավաքելու։ Միտքս ինչու՞մ է։ Հիմա այդ սցենարը ես տեսնում եմ Հայաստանում։ Նայ, ես չեմ համարում պատահական, որ միտինգները, բողոքները Երևանում տարբեր հարցերով, տարբեր իրար հետևից միջև Գյումրու ընտրության ժամանակ, անմիջապես հետո այս 2 օրը իրար հետևից գնում են Երևանում։ Հասկանում ես, անընդհատ այդ լարված վիճակը Գյումրիում ագրեսիվությունը պրոռուսական ընդդիմության ինձ ապշեցրեց։ Գիտես, հասկանում եմ, մարդիկ պետք է պայքարեն, այո, դա պայքարը, բան չեմ ասում, բայց այս ագրեսիվությունը նավթի լրատվամիջոցների ծրագրողների, հասկանում ես, այդ ագրեսիվությունը ինձ կասեն, պարոն Գրիգորյան, բայց դուք դեմոկրատիայի կողմ եք։ Դեմոկրատիա դա բռնություն չի, դեմոկրատիա դա սպառնալիք չի, դեմոկրատիա դա դեմագոգիա չի, դեմոկրատիա դա պոպուլիզմ չի։ Հասկանում ես, գալ ու գովալ, բայց պատկերացնում ես Ռուսաստանի զորքը օգնեց ադրբեջանցիներին, հայերին հանել Արցախից, մարդիկ քննադատում են Նիկոլ Փաշինյանին։ Օրը ցերեկով էր, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Ես Գյումրու այս հատուկ լարվածություն մտցնելու այս ընտրական արշավին ես դա դիտում եմ առաջի հերթին Ռուսաստանը, առաջի հերթին, չգիտեմ մատախառնա կա, այդ էլ բազա այնտեղ կա, ռազմաբազա կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ ու պրոռուսական ուժերի նախկինների հետ կապված ավելի ակտիվ աշխատավոճը, ավելի ագրեսիվ իշխանության դեմ ուղված այն հիշում ես չէ, լրագրողները որ ուղղակի հետապնդում էին թիմը, այդ թիմը քաղաք պայմանագրի։ Չեմ հասում իրանք իդեալական էին, սխալ արել են, մի պատգամավորներից մեկը սկզբունքային պահեց, սխալներ արեց, հիմա դիմում գրեց դուրս է գալիս քաղաք պայմանագրի պատգամավորը։ Բայց միտքս ինչու՞մ է, խիք է հետապնդում, լավ այդ մարդիկ ինչ որ իրանց թիմով հավաքվեցին իրանց շտաբում, խիք իրանց բանանում։ Ուրեմն դու ինչ ճիշտ հասկացի, մարդիկ դա ոնց են դիտում, որպես ինչ որ վեճ է, էլի։ Ոչ, ես այդպես չեմ նայում այդ process-ների։ Ու հիմա նայի պատկերը։ Նախկիները ակտիվացան, մի քանի հարցերով իշխանությունը դեր արդյունք չունի,
Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, մարդիկ ինչ են ինձ ասում, պարոն Գրիգորյան, այ դուք պաշտպանում եք, փորձում եք բացատրել, որ դա ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղություն գնալ, խաղաղության օրակարգ, բայց նայեք Ալիևը չի ստորագրում։ Ուրեմն արդյունք չկա։ Հիմա ոնց բացատրես, որ հետևողական եթե լինես, արդյունք ի վերջո կլինի։ Համբերությունը սպառում։ Զուգահեռ դու անում ես գների բարձրացում, տրանսպորտի եւ այլ, կոպիտ ասած մարդկանց գրպանը մտնում ես, հիմա մարդիկ ասում են, այ քո ցավը տադեմ։ Էս էլ չեն անում, էս չի ստացվում, հիմա էլ մեզ սկսում եք բացատրել, որ այդքան վատ չի, ուղղակի ժամանակ է պետք։ Ուրեմն ես հույսով եմ, որ այս Գյումրի ընտրությունների արդյունքներից հետո, փառաքարի արդյունքներից հետո ուղղակի կվերլուծի իշխանությունը, ինչ անի։ Այո, փառաքարում ընդհանրապես պարտվեցին, Գյումրիում դու գիտես անորոշ վիճակ է, բայց ցանկացած դեպքում հավանականությունը, որ Գյումրիում լինի ՔՊ-ի քաղաքապետ, շատ փոքր է։ Ինչ եմ ուզում ասել, պետք է հանգիստ նստես, վերլուծես։ Օրինակ, ճիշտ է գնալ սև սպիտակով ընտրությունների ժամանակ։ Հիշում ես 2020 թվին, 21 թվին կներես, 2018 թվին հեղափոխության հետո ընտրությունների ժամանակ ազգային ժողովի, 2021 թվին փայլուն անցավ այդ գիծը, երբ որ նոր իշխանություն, որը պայքարում է նախկին կոռումպացված իշխանության։ Այդ բանաձևը աշխատում էր, նորմալ է։ Հիշում ես Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ առաջի անգամ, երկրորդ անգամ աշխատեց, բայց եթե դու նկատել ես, վերջի ժամանակներս չի աշխատում։ Ոչ միայն Գյումրիում, փառաքարում, միջև այդ Երևանում բավական բարդ process-ներ են, չէ՞։ Ուրեմն իշխանությունը պետք է հասկանա, մարդիկ ավել բան են պահանջում։ Հասկանում ես, ավել բան, ինչ որ նոր բան ուզում են տեսնել, նաև իշխանությունից։ Ուրեմն ճկուն պետք է լինի, իշխանությունը պետք է դրան արձագանքի, բայց գլխավորը նա չի, որ ներսում ով որտեղ ընտրվեց։ Գլխավորը նա է, որ Ռուսաստանը ուզում է ներսից ապակայունացնի Հայաստանը ու իր ուզածի հասնի Սյունիքին տիրի։ Միանշանակ է դա, հիմա տարբեր ձևերով է անում։ Օրինակ հիմա պրոռուսական ուժերը, որոնք Գյումրիում իրոք հիմք դրեցին, ես չգիտեմ ինչ քայլեր հետո կանեն։ Ու կենտրոնական իշխանությունները, Երևանում նստած իշխանությունների կյանքը շատ կբարդանա։ Ստեղ նույնիսկ գիտես ինչ որ ֆրագմենտացիայի տարեր կարող են լինեն, դա կոչվում է դեցենտրալիզացիա տարեր կարող են լինել։ Քանի որ հասկանում ես, հիմա կատակները դեմ, էլի, տեխնացուները ովքեր ակնհայտ հակաեվրոպական քարոզչություն են տանում, այս 4 ընդդիմադիրներից նվազագույնը 3-ը ակնհայտ հակաեվրոպական քարոզչություն են տալիս, մեկը մի քիչ այդպես լղոզված, բայց քննադատում է ակնհայտ պրոռուսական, էդ էլ գիտես ոնց պրոռուսական։ Ասենք ով իրավունք ունի ասի, որ լենինականը Գյումրին դառնում է լենինական։ Դες կոպիտ ասած դուրս են գալիս օրենքների դեմ, սահմանադրության դեմ։ Հասկանում ես, այդ մարդիկ մտածում են, որ այս իրանց մտքերն են։ Ես համոզված չեմ, որ իրանց մտքերն են։ Տեսար ընտրություններից հետո 2 օր ամբողջ հանրապետությունը սպասում է ինչ կասի տեխնատուից մեկը։ Անհայտացավ այս մարդը։ Չէ, բայց մարդիկ տալիս են քվեարկել են, մարդիկ տվել են իրանց ձայներ, չէ, չգիտեմ, քննադատելով Նիկոլ Փաշինյանին, համաձայն չլինելով, անհայտացավ ու պարզ չէ այս տեխնատուն ինչ է ուզում։ Չէ, լուրջ է վիճակը։ Օրինակ ինձ մոտ կա կասկածներ, որ ոչ բոլոր այս իշխանությունների դեմ դուրս եկած ուժերը ոչ բոլորն են, որ ղեկավարվում են Հայաստանի ներսից։ Դրսից էլ ազդեցություն կա, այդ մեծ գաղտնիք չի, բայց աստիճանը, ինչքան հասկանում են, մեծ է։ Դες չեն կարող ինքնուրույն որոշում կատարել, սպասում են հանձնարարականի։ Դու ես չեմ ասում, որ կապվածությունը նախկինների հետ շատ մեծ է, բայց նորից կրկնում եմ, ուստեղ պետք է քեզ օրինակներ բերեմ, գիտես ինչի հետ կապված։ Դու գիտես, կան փորձագետներ ճանաչված Հայաստանի քաղաքական ուժեր, ովքեր ինչ են ասում։ Այն լյուստրացիայի մասին են ասում, նաև դեմոկրատական ուժերը։ Լյուստրացիայի մասին են ասում, հետո
օրինակներ բերում են ոնց երկրներում պայքարում են պոպուլիզմի դեմ, մանիպուլյացիաների դեմ, Ռուսաստանի քարոզչության դեմ, օրինակ եմ ասում։ Ու քեզ բերեմ 2-3 երկրների օրինակներ։ Դու գիտես, որ Մարին Լիպենի իրավունքը խլեցին առաջադվել 2027 թվի ընտրություններին։ Հենց դատարանով։ Ու դատարանը այնտեղ գործեր կան, որ իրոք քրիմինալ են, ու իրանք դրա համար կպատժվեն, Լիպենը եւ իր կուսակցության ղեկավարության կազմը, մոտավորապես 10 հոգի։ Բոլորը կնստեն 1 տարով, 4 տարով նշանակություն չունի։ Իրոք խախտեցին օրենքը։ Բայց այդ քրիմինալ է, բայց Մարի Լիպենին զրկեցին ընտրության իրավունքից, գիտես ինչու։ Ֆիքսվեց, որ ինքը փողը վերցրե Գազպրոմից։ Տեսար քաղաքակիրթ լուծու։ Նույնը կապված Ռումինիայի այն տեխնացուի հետ։ Պատկերացնում ես տեխնացու, որը քաղաքական գործիչ էր 1%-անոց էր, ընտրությունների ժամանակ անցած տարվա նոյեմբերի նախագահական հավաքեց 23%, առաջի տեղով երկրորդ փուլ դուրս եկավ։ Հետո որ ստուգեցին, պարզվեց Ռուսաստանը TikTok-ով իր հիմա մեզ մոտ էլ նույնացի process գնում են։ Ուղղակի մեզ մոտ հատուկ ծառայությունները, համապատասխան ինստիտուտները ուշադիր չեն, բայց եթե դու հիմա նայես, այն լարված վիճակը, որը արհեստականորեն Գյումրիում ստեղծված էր, մասամբ գալիս էր սոցցանցերից։ Ու եթե ուսումնասիրեն, կտեսնեն, որ պոչերը գալիս են Ռուսաստանից։ Պոչերը գալիս են նաև ստեղի կոռուպցիոներներից։ Հասկանում ես, բայց պետությունները ձև են գտնում։ Դու գիտես, չէ՞, Ռումինիայի տեխնացուին թույլ չեն տալիս, որ հիմա ապրիլ-մայիսին ինքը մասնակցի նախագահական ընտրությունների։ Տեսակ, ու դատարաններով, սահմանադրական դատարանով որոշման, դու ու ես իշխանություններին ինչ եմ ուզում ասել։ Հիմա ես չեմ ասում մենք պետք է, չգիտեմ, շատ խիստ բոլորի հետևից ընկնենք, բայց մեծ գաղտնիք չի արա, ով թալանել է այս երկիրը։ Հիմա այս ամբողջ փողը ջրի հետ դուրս եկավ։ Ու օրինակ Լևոն Բարսեղյանի կլասի մարդը գրագետ, շատ օգտակար հասարակության համար, նաև Գյումրի քաղաքի համար, որը պրոֆեսիոնալ նյուանսները գիտի, քանի որ այս մարդը մաքուր մարդ էր, ուժերը որ աջակցում են, կոռումպացված չէին։ Ուրեմն ռեսուրս չունեն, ուրեմն դու ավտոմատ չես կարող ընտրվել, միջդեռ ժողովուրդն է ուզում ընտրել, բայց միտքս ինչու՞մ է։ Այս process-ները կառավարվում են, ստուգում են դրսի ազդեցություն կա կամ կոռումպացված փողերի կուտակում կա, որ վատ process-ները կանխեն։ Հիմա ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանը ինչու այդքան ուշադիր չէր այդ process-ների։ Քանի որ իր ռեյտինգը շատ բարձր էր, դու հասկանում ես, չէ՞։ Մեծ թվով մարդիկ քվեարկում էին 60%, 70%, 55%, ավտոմատ ինքը կրում էր ընտրությունները բոլորը, մինչև այս վերջի Գյումրու ընտրությունները։ Ինքը այդ վտանգների մասին չեն մտածում, բայց հիմա ժամանակը եկավ մտածել։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան։ Քեզ էլ շնորհակալ եմ, Ժերոժան։ Զրուցակիցս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էր։